Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ժամե շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես երկնքից իջած թևերը կտրած հրեշտակի նման ընդդիմադիր գործիչները փորձում են այս ամբիոնից, այս դալիճից ժողովրդին համոզեն, որ այս ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Բայց այդ դեպքում հարց, հարգելիներս, եթե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, այս դալիճում ինչ գործ ունեք։ Իմիջիայլոց ամպագորգոր հայտարարություններ էր անում հենց Գեղամը Մանուկյան Հայաստան դաշինքից, բայց սովորության համաձայն ես ոնց հասկացա Հայաստան դաշինքի ելույթը ունենալուց հետո արագ լքում է դալիճը։ Իդեպ նմանատիպ ելույթներ հնչեց նաև ուժեղ Հայաստան դաշինքից։ Հիմա հարց ձեզ, եթե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, այդ դեպքում ինչ գործ ունեք այս դալիճում։ Եթե ընտրությունները կեղծվել է, ձայները փոշիացվել են, ձայները գողացվել են, ինչպես դուք եք ներկայացնում։ Եթե ձեր ներկայացնելով այս իշխանությունը լեգիտիմ չէ, մինչև այսօր փողոց ինչի դուրս չեք եկել։ Ձեր քաղաքական առաջնորդը դեռևս տևական ժամանակ առաջ հայտարարում էր, որ ինչ-որ միասնական հանրահավաք պետք է անեք ողջ ընդդիմությունով, մինչև այսօր ինչի փողոց դուրս չեք եկել։ Մինչև այսօր այդ կեղծված ոչ լեգիտիմ ընտրությունները ինչի չեք մերժե։ Դուք ունեիք, չէ՞, բա ժողովրդի այդ տված լեգիտիմությունը, սատարումը, բա դուրս գայիք փողոց, բա մարդկանց հավաքեք ձեր կողքու բոլորը, բա դուրս գայիք փողոց ու հեղափոխություն անեիք, բա մինչև այսօր ում եք սպասում։ Եկե մանդատները ձիգ-ձիգ վերցրել նստել եք, գալիս եք այս ամբիոնից հայտարարում եք, թե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Լեգիտիմ չէ, դուրս եկեք փողոց ու հեղափոխություն արեք։ Հա, իդեպ, մինչ որ պրոցես էլ է սկսվել ձեր խմբակցությունում, փորձում եք արդարացնել ձեր յուրայիններին ամենայն դեպս երևի բացատրել, փորձել մեկնաբանել յուրայիններին, թե ինչի եք վերցնում մանդատները։ Որովհետև ամիսներ առաջ անընդհատ կրկնում եք այն թեզերը, թե էսա գալու եք ձեր միակ ուժով վերցնեք իշխանությունը, այն ինչ ընտրությունների արդյունքում տապալվեցիք, ինչպես դուք եք ներկայացնում բոլորին, թե շուտով Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ, տապալվեցիք այդ հարցում, հետո համոզում եք, թե սահմանադրական դատարանի որոշումներով հնարավոր է գաք նորից իշխանության, պարոն Վարդևանյան, ոնց որ գազ եք տալու սահմանադրական դատարանում, բայց ոնց Կարապետյանը ասեց, պարզվեց Զապորոժեց էր, լավ գազ չտվեցիք։ Տեսակ, էդ էլ չստացվեց, հիմա էլ եկել եք այս ամբիոնից փորձում եք համոզել, թե ինչի համար եք մանդատները վերցնում։ Վերցրել եք, թե չէ, դա ձեր գործն է, բայց այդ կեղծ թեզերը մի փորձեք մատուցել հանրությանը։ Մանդատները վերցրել ենք, որ մեր եկեղեցին փրկենք, մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք։ Բա դրանից առաջ էլ ասում եք, գալիս ենք ընտրությունները հաղթենք, դառնանք վարչապետ, որ Հայաստանը չփլուզվի, որ եկեղեցիները չփլուզվեն։ Բանտրությունները պարտվելուց հետո Հայաստանը ինչի չփլուզվեց, այն 300,000 ադրբեջանցիները ուր են հարգելիներս, ուր են, մինչև այսօր ուր են, Հայտնի Կոկորդիլոսի անեկդոտը երևի լավ էիք սերտել, ափսուս, Հայաստան դաշինքի մեր պատգամավորները լքեցին դալիճը, ասելիք շատ կար, խոսում են ինչ-որ եկեղեցիներ փրկելուց, եկեղեցիներին տեր լինելուց, հələ մի հատ հիշեք, ձեր քաղաքական ուժը, ձեր պայքարը սկսելուց հետո ինչ հայտարարություն արեց, գալիս եք եկեղեցին փրկեք, մի հատ գնացեք տեսեք հələ քանի հատ եկեղեցի է փլուզվել, թե հակառակը, հələ գնացեք մի հատ փորձեք հաշվեք։ Խմբակցությունն է վերաբերվում ուժեղ Հայաստան, նստեք տեղներդ ինչի եք խառնվել իրեր։ Չի կարելի ախր, դուք շատ ազատ եք ձեզ համար շարժվում, լռեք։ Գալիս եք եկեղեցիներ փրկելու, հələ մի հատ գնացեք հաշվեք տեսեք քանի հատ եկեղեցի է հիմնանորոգվել, քանի հատ եկեղեցի է բարեկարգվել այս ընթացքում։ Հա, իմիջիայլոց, այսօր, այս նստատեղերից ինչ-որ գոռում եք, ուր է վեհափառը, որ վեհափառի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, որ վեհափառի մասին է խոսքը, դու չի նախ, դուքա, պարոն Կարապետյան, դուքա ձեզ համար, ով է ձեր վեհափառը, Կտրիշ Ներսիսյանը, Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա, այն Կտրիշ Ներսիսյանին հուսակրոնության պատգամավորներ, Կտրիշ Ներսիսյանին փնտրեք իրենց զավակների մոտ։ Մի րոպե ժողովուրդ, Կտրիչ Ներսիսյանը, կուսակրոնության ուխտը խախտած Կտրիչ Ներսիսյանը,
Համակերպեք դրա հետ, պարոն Ղազինյան։ Համակերպեք այդ մտքի հետ։ Հանգստացեք։ Որովհետև ինքը կուսակրոնության ուխտը խախտած Կտրիչ Ներսիսյանն է։ Համակերպեք այդ մտքի հետ։ Անդիմությունը քաղաքական խոսում է ինչ-որ տարածքներ հանձնելուց։ 2020 թվականից մինչ օրս հարգելի ընդդիմադիր գործիչներ, համբերություն ունեցեք ու մինչև վերջ լսեք։ 2020 թվականից մինչ օրս դուք խոսում եք Սյունիքը հանձնելու մասին։ Շատ խնդալու է, գիտեք այս ամեն ինչը։ Անընդհատ խոսում եք Սյունիք տարածքներ հանձնելու, տարածքներ տալու մասին։ Ու ձեզ ասեմ, մեր ժողովուրդը այլևս չի էլ հավատում այդ թեզերին, այդ լոլոները էլ չի անցնում։ Հայաստան դաշինքի նայեք օրինակը վերցրեք։ 5 տարի շարունակ նույն լոլոները կարդացին, բոլորի գլխին։ Տեսակ ինչ օրը հայտնվեցին, դեռևս տարիներ առաջ էի ասում, որ Հայաստան դաշինքը իր պատմական մաքսիմումը ունի այսօր, բայց շարունակում է վատնել այդ պատմական մաքսիմումը։ Ու արդյունքում տեսակ ինչ եղավ։ Ընդհանրապես մնացել են 5-6 հոգի, ովքեր գալիս են այս ամբիոնից ելույթ են ունենում ու շատ արագ լքում են դալիճը։ Ասեմ ձեզ, նույնն էլ ձեզ է սպասվում։ Պարոն Կարապետյան, հուսով եմ առաջիկան անպայման կանրադառնաք այն հարցին, թե ուր են 300,000 ադրբեջանցիները։ Կանրադառնաք այն հարցին, թե թույլ տվեք շարունակեմ։ Կանրադառնաք այն հարցին, իմիջիայլոց ձեր խմբակցության падգամավորներից մեկը այս ամբիոնից ելույթ էր ունենում։ Ասում էր, եկեք հələ մի հատ հասկանանք, ով կարող է առաջադրվել որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Բա Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու ով կարող է առաջադրվել։ Հաստատ մի քանի օտար երկրի անձնագիրը գրպանում դրած մարդը չի կարող առաջադրվել։ Իմիջիայլոց այդ անձնագրերից ի՞նչ կա։ Պարոն Կարապետյանը, մինչև օրս այդ անձնագրերից որից մեկից հրաժարվեց, թե չէ։ Թե հերթական լոլոն էր, խաբեց ժողովրդին, անցավ առաջ։ Հուսով եմ առաջիկայում կանրադառնաք այս հարցին, որովհետև մի քանի անգամ նկատել եմ լրագրողները այդ հարցը իրեն տվել են, լոլո կարդալով անցել է առաջ, մինչև վերջել չպատասխանելով այդ հարցին ու փաստացի մինչև այսօր շարունակում է մի քանի անձնագիր ունենալ, ընդ որում օտարի երկրյա։ Ուժեղ Հայաստան լինելու է, ուժեղ Հայաստան միանշանակ լինելու է, բայց դա չի լինելու ձեր պատկերացրած ուժեղ Հայաստանը։ Մոռացեք, չի լինելու նման բան։ Իսկ թե ինչ է սպասում ձեր դաշինքին, շատ վառ օրինակ է Հայաստան դաշինքը։ Հայ Միչայլոս, պարոն Վարդևանյան, նորից եմ կրկնում, եթե գտնում է ձեր խմբակցությունը, որ այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, րոպե առաջ դուրս եկեք փողոց ու սկսեք փողոցային պայքար, հեղափոխություն արեք։ Իմիջիայլոս, պարոն Վարդևանյան, շատ լավ հիշում եմ տարիներ առաջ փողոցում Զարթնիր լավով եք գոռում։ Շատ լավ էր ստացվում, այդ դերը ձեր շատ լավ էր ստացվում։ Ուղղակի չգիտես ինչ աշպարարական հնարքով մի խմբակցությունից հասակ մյուս խմբակցություն եւ հարցը գիտեք ինչումն է, այն որ քաղաքական խոսույթը ձեր քիմքին հարիշ չէ։ Ժողովուրդ չի կարելի լռեք։ Հարգելի պատգամավորներ, պարոն Սեմիդյան, խնդրում եմ վերջ տվեք։ Եվ վերջում հավելեմ, հուսով է, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը, խմբակցության ղեկավարը, խմբակցության падգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն ներողություն խնդրել մի արտահայտության համար, որը տևական ժամանակ առաջ արել էր խմբակցության անդամներից մեկը, որ ցանկանում է հայ սակրավորների մահը։ Բայց մինչև այսօր ոչ մեկից ոչ մի բառ չեմ լսել։ Ժողովուրդ, դուք լուրջ կիսում եք այդ մոտեցումը։ Լուրջ։ Դուք կիսում եք այս մարդու մոտեցումը, որ ցանկանում է հայ սակրավորների մահը, թե ձեր մեջ այդքան ուժ չեք գտնում, որ դրա համար ներողություն խնդրեք։ Իմիջիայլոց ձեր падգամավորի տեխնացուներից մեկն էլ հայտարարում էր, թե Կիրանցը անկլավ է, դրա համար էլ ներողություն ոչ մեկի կողմից չհնչեց։ Չեմ ուզում հավատամ, որ դուք էլ եք կիսում այդ տեսակետը, որ Կիրանցը անկլավ է։ Ու այո, ուժեղ Հայաստան լինելու է, բայց դա ձեր պատկերացրած ուժեղ Հայաստանը չի լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։